Բարև ձեզ մանուել, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք այս զրույցին։ Երկու հիմնական հարցի հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը եւ այսպես Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր։ Մենք տեսանք, որ ըստ էության այլևս նրան մերժում են։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, ինչի արժանացավ Նիկոլ Փաշինյանը այնտեղ եւ այս շոուն Աննա Հակոբյանի վերադարձը, հա, այսպես ասենք, ինչով է պայմանավորված։ Տեսեք, կա տեսակետ, որ իրապես իրենք գիտեն Աննա Հակոբյանը ինչ անտի-ռեյտինգ ունի, բայց իրենք իրենց, այսպես ասենք, հա, վստահ են զգում, որ առաջիկա ընտրություններում կգնան ընտրակեղծարարության, կամ գուցե ավելի սարսափելի աղետ են պատրաստել հայ ժողովրդի համար եւ որևէ խնդիր չկա, դրա համար էլ կարող է Աննա Հակոբյանը գալ նորից առաջին պլան։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Տեսեք, Գյումրիի հետ կապված փաստ էր, արձանագրված էր հատկապես, երբ որ իրենք իսկ իրենց ավտոշարասյունը նկարեցին եւ ցույց տվեցին, որի ծայրը գրեթե չէր երևում, թե ինչքան մարդ են հավաքել այս կողմերից, մարզպետներ, չգիտեմ, իրանք Երևանից, մի խոսքով Հայաստանում ինչքան թիմ, ուժ, մարդ ունեին պետական ռեսուրսներով, մոբիլիզացրել էին, գնում էին Գյումրի։ Դրան հաջորդեց այն կադրերը, որտեղ իրենք համերգ էին կազմակերպել եւ փաստացի արձանագրվեց, որ իրենք իրենց հավաքած մարդկանցով գնացին այնտեղ, իրենց համերգարին ինչ արեցին եւ գրեթե Գյումրեցի չէր մասնակցել այդ process-ին։ Այսինքն, եթե այս process-ը կանում անունը դնեիք Գյումրի, գյումրեցիների համար, եթե գյումրեցին ձեզ համարում չի գալիս, այդ շոուն ուզեցան կազմակերպեին գյումրեցու կերպարը կոտրեին, քանի որ ընտրություններին կոտրվել են եւ դեռևս չեն մարսել այդ ամենը, փորձեցին այդ շոուով ինչ որ բան կազմակերպել, բայց էլի կոտրվեցին, էլի չկարողացան, այն որ ասում է թասիպով գյումրեցի, նույն այս դեպքն է, որ գյումրեցին իր թասիպը պահեց, երբ որ իրենց Սրբազանը, Միքայել Սրբազանը, որը Գյումրիի համար ամեն ինչ ունի արած, այսօր այդ կեղտոտ բերանի կողմից անընդհատ պարսավանքների է ենթարկվում, կալանավորված է եւ այլն, բնականաբար ամեն արժանապատիվ գյումրեցի պետքա դա ցույց տա ու ցույց տվեց, ես կարծում եմ։ Եվ այո, դրան հետո ես մի տեսանյութ հրապարակել, որտեղ փաստերով ցույց եմ տալիս, որ նրանք անգամ Սամվել Կարապետյանի, միայն Սամվել Կարապետյանի հրավիրած վերջի հանրահավաքի կեսը մարդ չեն կարացել հավաքել։ Այսինքն ունենալով պետական լծակներ, ռեսուրսներ, իրենք չեն կարողանում միայն Սամվել Կարապետյանի այդ 10% մարդը համախմբել ու ասում են, թե Սամվել Կարապետյան, դու իրավունք չունես խոսելու, կամ նույն Ռոբերտ Քոչարյան, դու իրավունք չունես ժողովրդի անունից խոսելու, բայց իրենք որ մի հատ փոքրիկ խմբակ են, իսկապես փոքրիկ խմբակ, իրենք իրավունք ունեն հայ ազգի անունից խոսելու, ես էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ 100,000 քաղաքացիներ իրենց արգելում են, որ հայ ժողովրդի անունից խոսեն, իրենք դրա իրավունքը չունեն ուղղակի։ Եվ սա է արձանագրվել իրենց Գյումրի այցի շրջանակում, դրան նաև այսօր հաջորդեց մամուլում լուրեր, որ Փաշինյանը կրկին բարկացած է, այն Սարիկին, այդ պղծին, որ հայոյում է մարդկանց, հայոյանքներ է գրում Facebook-ում, հիմա էլ ներողություն է խնդրել, թե բա հայկական տղամարդկային, չգիտեմ ինչերի տրվի, արա դուք ուր, հայ տղամարդն ուր, գոնե տենց բաներից մի խոսացեք, էլի։ Այս էլ նոր բան է, մոդա է գցել, դե Փաշինյանը, որ մի բան ասի, 10 րոպե հետո կային ասի, ես այդպես բան եմ ասել, հետո ասի լավ կներեք, օրը 50 անգամ ասի կներեք, էսա, իրանց տղամարդկությունը էսա, այնքան տղամարդ չկան, որ իրանց ասածներին տեր չեն կարող կանգնել, դա է ապացուցվում, եւ այո, բռնել է Փաշինյանը, հիմա այդ Սարիկին ասում են թուքում ուր է լցրել գլխին, թե բա չես կարացել գյումրեցիներին բերես, ես ուզում եմ Փաշինյանին ասեմ, որ այդ քո ողնաշար Սարիկը, հասկացի, որ ճղվի է, քամակն էլ ճղի, այդ դերից եմ ասում, դու չես ճանաչում Թասիպով գյումրեցուն,
Սարիկ չէ ուզում է մարիկ լինի, չեք կարանալու, որովհետև դուք Գյումրեցուն վիրավորել եք արդեն։ Դուք կպել եք արդեն Գյումրեցու թասիպին, արա, դուք էդի չեք պատկերացնում, որովհետև դուք գիտեք լեզվի մակարդակով, որ ասել են թասիպով Գյումրեցի, դուք այտենց լսել եք, էդի գիտեք մենակ, բայց դուք հլը չեք զգացել։ Հեսա ընտրություններին ես ձեզ ասում եմ, կտենաք ոնց եք զգում, թասիպով Գյումրեցու պատասխանը ձեզ։ Երբ որ դուք պետական ծրագրերից զրկում եք քաղաքական դրդապատճառներով այդ մարդկանց, դուք այդ մարդկանց լեգիտիմ ընտրված քաղաքապետին բեսպրի դելավարի բռնում ձերբակալում եք, դուք այդ մարդկանց համար ամեն ինչ արած Միքայել Սրբազանին բռնել եք, կալանավորել եք, հալածում եք, արա։ Այն Սրբազանին, որ բոլոր իշխանություններին անխտիր քննադատել է, բոլորին առանց բացառության։ Եվ այս տիպով դուք ցույց եք տվել արդեն ձեր իրական դեմքը, ցույց եք տվել ձեր պիղծ լինելը։ Իսկ Աննա Հակոբյանի վերադարձը ես դրա հետ կապված մեկնաբանել եմ, բայց նորից մեկնաբանեմ։ Նիկոլ Փաշինյանի ՔՊԻ թիմում լուրջ մտավախություն կա։ Նրանք եւս գիտակցում են, կա մեծ վտանգ, որ Փաշինյանը չի ընտրվելու։ Եվ ես վստահ ասում եմ, որ չի ընտրվելու հունիսի 7-ին Փաշինյանը։ Հիմա այս վտանգի հետ մեկտեղ նաև լուրեր են շրջանառվել, որ Փաշինյանը իր ամենամտերիմ մարդկանց հանում է խաղից։ Աննա Հակոբյանը դուրս եկավ, այնտեղ շիշ բռնողները դուրս էին եկել, այնտեղ են իր կին պատգամավորները դուրս եկան։ Դրանք եղել են ամենամտերիմ մարդիկ Փաշինյանի հետ ժամանակին։ Հիմա ինչքան էլ ցույց տան, որ իրենք մտերիմ չեն, ինչ որ խնդիրներ կա, այս մտավախությունը ընկել է մնացած ՔՊԻ-ականների մեջ։ Այս խոսակցությունը հասել է Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանը վախեցել է իր թիմակիցները ներսից պարակտվեն։ Հիմա իր թիմակիցներին, որպեսզի կարողանա էլի խափի, Աննայի վերադարձը ես դա եմ դիտարկում, որ նա նորից Աննան եկել է խաղի մեջ, միայն նրա համար, որ Նիկոլը կարողանա հենց ինքը իր թիմակիցներին խափի, որտեղ թիմակիցների կողմից դժգոհություն ա եղել, թե քո մտերիմ մարդկանց հանում ես խաղից, եկան 7 տարի իրանք կերան, խմին, քեֆ արեցին, հիմա բերել ես Վահագ Ալեքսանյանի պես անտռուսիկին դեմ ես տվել, ճվում ա խոզի պես, ասենք շատ մարդիկ խորամանկ են, դուք մենք մտածեք, որ ՔՊԻ մեջ այտենց լրիվ անուղեղ ոչխարներ են, էլի այդ Վահագի մյուսի նման, որոնք եկել են այտենց քամակներն են ճղում, գիտեն թե իրենք Նիկոլի ամենամտերիմ մարդն են, բայց չգիտեն, որ իրենք Նիկոլի կողմից մի լավ օգտագործվում են։ Ոնց որ օգտագործվեց նույն Արթուր Աբրահամը ու տենց մարդկանց Նիկոլը մանա գալիս իր կնոջ հետ, բռնեն, փճացնեն, օգտագործեն, կեղտոտեն, անցնեն առաջ։ Հասկանում եք, եւ էսա իմ դիտարկումը սա է, Աննայի վերադարձի պատճառը, հակառակ դեպքում Աննան երբեք չէր վերադառնա, որպեսզի այդ թիմը հնարավորինս գոնե միջև ԿՊ-ն գոնե միջև ընտրություն չփլուզվի, չխորտակվի, դավաճանություններ չլինի, որտեղ այդ խոսակցությունը լուրջ խնդիրներ առաջացրել ՔՊԻ ներսում, Փաշինյանը որոշել է այդ ձևով նորից խապել ՔՊԻ-ականներին եւ հավատացնել, որ իրենք անպայման հունիսի 7-ին ընտրվելու են։ Դրան զուգահեռ, երբ որ մեզ ասում են, բա դու այդ որտեղից գիտես, որ հաստատ չի ընտրվելու։ Ես ինքը ժողովրդի մեջ ապրող մարդ եմ։ Շրջում եմ ամբողջ օրը քաղաքում, մարզերում, գյուղերում, դրանից բացի տարբեր ժողովրդի տարբեր շերտերի հետ եմ շփվում։ Ես ինքս ինձ եմ այո առաջինը հավատում։ Դրանից բացի հենց այս տեսանյութերով, տեսեք, պետական ռեսուրս ունենալով նա չի կարողանում մարդ մոբիլիզացնել, անգամ համերգի անվան տակ, Արամեն Պետրիներ ա տանում, երկացնում, սիրված դերասաններ, երգիչներ ա նայում, որ կարանա գոնե այդ մարդկանց դեմքով մարդ բերի, էլի չի կարողանում։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում ունենաս պետական լծակներ, ռեսուրսներ ու չկարանաս ժողովուրդ համախմբես։ Դա ցույց է տալիս նրա ոչ լեգիտիմ լինելու փաստը։ Սա փաստ է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի 90%-ը նրան չի ընդունում։ Ինքը ինչքան ուզում է այս մեդիա դաշտում, նույն Facebook-ում դիրքավորվի ֆեյքերով, իրան լավ բաներ գրել, տա այս փուչիկը սենց փչում են, մի օր պայթելու է, չէ՞, փուչիկը ինչքան պետք է փչի։ Ինչքան թող մի 10,000 էլ ֆեյք ավելացնի Facebook-ում։ Բա ո՞նց է լինում, մտեք ուսումնասիրեք
TikTok-ում, Instagram-ում ու YouTube-ում։ Որովհետև այնտեղ չունի ինքը ֆեյքերի բանակ, իսկ TikTok-ում, YouTube-ում, իսկ ինքը Facebook-ում արհեստական իրեն հրճակել, չգիտեմ, ինչ որ ասենց արհեստական փորձում է խաբել ժողովրդին։ Սրանք այն փաստերն են, որոնց հղում անելով ես հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվելու, որտեղ հայ ժողովուրդը ուղղակի չի գնալու եւ չի ընտրելու մի մարդու, ով կանգնել եւ ասում Արցախ ադրբեջանական է։ Սա սարսափողջություն է։ Սա ընդունելը հերոսական տղերքի արյուն ուրանալ է, այդ որ քաղաքացին է, այդ տիպի ինքը որ կանգնել է վիրավորում է քաղաքացիներին, անվանում է շուն ու շանգյալներ, դուք հասկանում եք ինչ է նշանակում, այսինքն ով իրան չի ընտրելու, ինքը այդ մարդկանց շուն ու շանգյալ է անվանում, այսինքն այս ժողովրդավար, չգիտեմ ինչից խոսացողները ընդդիմադիր մարդկանց ընդհանրապես մարդ չեն համարում։ Հասկանում եք, ով, ես որ ժամանակին ասում եմ, մի հատ եթե ուզում եք Նիկոլի իրական դեմքը տեսնեք, մատ դուրս արեք իր դեմ, որ տեսնեք նա իրականում ինչ կեղտի կծիկ է։ Հիմա դա է ապացուցում։ Հիմա դա, այսինքն հայ ժողովրդի 90%-ը, որ իրան չի ընդունում, այդ 90%-ին ինքը վիրավորում է։ Կամ իրանք ասում են, մենք չլինենք, պատերազմ կլինի, 50 բալ երկրաշարժ կլինի, երկինքը արա դուք ով եք, այ ոչիրներ, ասենք ոնց կարա պետության ղեկավարը պետական անվտանգությունը կապի իր անձի հետ։ Այս հարցը բազմաթիվ անգամ բարձրացվավ, ասում են, բա որ քեզ մի բան լինի, այս ազգը ինչ պետք է կործանվի, վերջ, հա, այ փրկիչ, չագերտավոր։ Ինքը լրիվ իրան դրել է, եսի մտել է դերի մեջ։ Արա դու սատկես գնաս գալու են թքեն գերեզմանիդ վրա, դու մտածում ես դու տենց եսիմով ես, քեզնից հետո կյանք չկա, քեզնից հետո պատմություն չկա, աշխարհ չկա, մարդկություն չկա։ Լնայ ինչ ղեկավարներ չկան այսօր։ Լնայ ինչքան հզոր երկրների ղեկավարներ չկա։ Դուք ձեզնից ինչ եք ներկայացնում։ Ամեն ինչ բերել են, կապել են իրենց հետ։ Հիմա էլ մտել է ժողովրդին համոզում, ասում է, թե դուք, ասում է, եթե Արցախի հարց եք բարձրացնում, այ Ալիևը բարկանում է, նրանք էլ ուրիշ հարցեր են բարձրացնում, արա մենք բարձրացնենք, չբարձրացնենք Արցախի հարց, Ալիևը իր հարցերը բարձրացնում է։ Ալիևը քո վզին դրել է, ասում է, էս պետք է անես։ Մենք Արցախի անուն որ չտանք, էլ ասենց ազգովի սուս նստենք, չէ՞։ Ոչ մի բառ չխոսանք։ Արցախ, Արարատ, ձեն չհանենք, համարենք իրանց ասածն է դա։ Սենց վախեցած, խեղճացածի պես կզած այդտեղ սուսուփուս ապրենք, չիմանան, որ այստեղ հայ էլ կա։ Մեկ այլ Ալիևը իր պահանջները քեզ պարտադրում է։ Ալիևը քեզ ասել է սահմանադրությունը չփոխիր, պատերազմ եմ սկսելու։ Դու եկար բառացի ուղիղ այս ժողովրդին ասեցիր։ Ասի ժողովուրդ, ընտրությունն էլ կապ չունի։ Եթե սահմանադրությունը չփոխեցին, պատերազմ է լինելու։ Այսինքն դու գնացել ես, պայմանավորվել ես Ալիևի հետ արդեն, որ օգնեք ինձ ընտրվեմ Հայաստանում, ես գամ ձեր հրամանները կատարեմ, փոխեմ սահմանադրություն, իսկ սահմանադրությունը փոխելու դեպքում սահմանադրությունը երբ որ չեղարկվավ, պետությունը իրավաբանորեն լուծարվում է, էս է ուզում Ալիևը հասնի սրան, հարձակվի այդ ժամանակ Հայաստանի վրա, հենց սահմանադրությունը լուծարեց, հարձակվում է Հայաստանի վրա, ու միջազգային կառույցներին ասում է, վсё, էլ դա երկիր չկա, այդտեղ չկա, նայեք սահմանադրություն չունեն իրենք։ Ու այս խորամանկ կտերը կերած գառերը այսօր եկել են ժողովրդին են ուզում հարիվացնեն, իբր թոշակ են բարձրացնում, բան, պատկերացնում ես ինչ կարգի չի հարգում հայ քաղաքացուն, որ ոչ թե վերջի տարին է գոնե թոշակը բարձրացնում, գոնե վերջի տարին, հա, վերջի 2 ամիսը, լավ է վերջի 2 ընտրության վերջի 2 ժամը չի բարձրացրել, այտենց լավ չէր, Նիկոլ, ասեիր ընտրության վերջի շաբաթը, վերջի ժամերը ես ձեր թոշակը բարձրացնելու եմ։ Հասկանում ես ինչ կարգի մարդկանց փողի մեռածի տեղ է դրել, որ վերջի 2 ամիսը 10,000 դրամ ամեն մեկի թոշակառուի ձեռը ավել տան, խափեմ բերեմ ինձ ընտրել տամ, լնայ մարդկանց ում տեղն է դրել։ Իրանց 10 միլիոն պարգևավճար աշխատավարձ չէ, մի տարվա ընթացքում 10 միլիոն պարգևավճար։ Այն խեղճ թոշակառուին դրել են լրիվ անուղեղի տեղ, որ յանի այս մարդը այդքանը չի կարա մտածի, հաշվարկանի, բերել են վերջի 2 ամիսը, հայտարարում են, թե էս թե այն, բարձրացնում են, կես են կանում, հետո դրանից բացի պետական ծրագրերը
կանգնել ասում են Նիկոլ Փրկիչը այս ծրագիրն արեց, այս մանկապարտեզը սա, արա Նիկոլը դրա հետ ինչ կապ ունի, Նիկոլը вообще այդ պետական ծրագրերի հետ ինչ կապ ունի, 8 միլիարդ դոլար պարտքա ամեն հայի վզին դրել, դրան գումարած, այդքան ամեն օր ձեզանից հարկ է հավաքում, ոստիկաններով դու գանում ա, ձեր, բլը մի հատ դրեք, տեսանյութը կա, Նիկոլեն ով են եղել, սոված, ոչ մի բան չեն ունեցել, վարկերի տակ իրանք են ազգային ժողովում հայտարարել, տեսանյութը կա, Նիկոլն ինչ ունի, որ ինչ անես ժողովրդի համար, ինչ ա ունեցել սովածը, եկել ա ժողովրդի ձեռից փողերը հավաքել ա 8 միլիարդ վարկը, 8 միլիարդ դոլար բերել ժողովրդի վրա պարտքը կուտակել ա, այս ուր հելել ա անվողնաշարի պես, են 10% փշրանքը բաժանում ա ժողովրդին, իրա են թուլեկն են պատգամավոր են ինչ լակոտ են, հելել են վնգստում են, թե արա նայեք ինչեր են կանում ժողովրդի համար, հա ինչեր են կանում, արա դուք ժողովրդի ձեռից հավաքած փողերի 10%-ը են էլ ընտրությունա դրա խաթեր որոշել եք ծախսեք ժողովրդի համար, ու այդ թոս փչեք ժողովրդի աչքին, թե տեսեք ձեր համար ես ինչ արինք, այդ փողը, որ դուք հավաքում եք ամեն ամիս ժողովրդի ձեռքից, դուք գիտեք ինչ կան գործ կարանք այդ փողին անեինք, այն միլիոնները, որ ձեզ պարգևա վճար եք տվել, ամեն մեկի 10 միլիոն դրամ, դուք գիտեք այդ փողերին ինչ կան լավ ու բարի գործեր կարանք անեինք, ինչ կան անապահով ընտանիքների կարանք օգնեինք, ինչ կան, չգիտեմ, առողջարաններ կարանք բացենք պետական, ինչ կան լավ բաներ կարանք անեինք, չէ, դուք այդ 10 միլիոնը վերցրեցիք, գնացիք կլուբ, նարկոտիկ, մարկոտիկ, KP-ի հետ թուլեկով, գնացեք փողը վարի, ոչ տնտեսության մեջ գնաց, դուք ինչ արիք այդ, Ալենը թռավ մի օր էս, երկճուհու հետ նկարվավ, մի օր այն երկճուհու հետ նկարվավ, սոված բոմժի պես բան չեք ունեցել, այսօր էլ եկել եք միլիարդատեր մարդուն ասում ա բոմժ եմ սարքելու, հլա դրա լեքսիկոնը նայի, ասմա միջև տարեվերջ բոմժա դառնալու, այ ոչի, ենի մենակ Հայաստանում չունի է հարստություն, ենի ենքան տղամարդ ա, ոչ իշխանության վրա է թառե, ոչ էլ այդ իշխանության պա ինչ-որ բան է ասել, հելել է տղամարդավարի դուրս, կարացել է հսկապետությունների, երկրների մեջ իրա դիրքը դնի առանց իշխանության, իրա խելքով, իրա բիզնեսով, այդ մարդը իրա քրտինքով, իրա խելքով հասել է այդ ամեն ինչին, մի բան էլ հետ բերե ներդրում արես երկրի մեջ, պատկերացնում եք, էլ է մի հատ ասենց քոնզռոտ, սաղ կյանքը ոչինչ չկառուցած, չարած, մի հատ օթից արտաքին ուժերի գրպանը թռած, սրա նրա գրպանը մտած եկել է վերահանգի աթոռին, հելել է աջ ու ձախ իշքան գործ արած, արժեք թողած, ստեղծած մարդկա սաղի վրա ցեխա շպրտում, սաղին արժե զրկում է, այն մեր հոգևոր առաջնորդներին ընդեղա սևացնում, չգիտեմ, այն բիզնեսմեններին, այն լավ մարդկանց, իշքան լավ մարդ կա, դրա ոխերին թշնամի ոնց օրել, իշքան պղծի ծնունդ կա, վազում է դրանց հետևից, դրանց պաշտոնա տալիս, դրանց փողա տալիս ու вообще պղծում է այս ազգին։ Մենք գալով նորից Արտուր Աբրահամին, հա, այս ամենը ինչի դրսևորում է ձեզ։ Տեսեք, սա բացահայտում է մեր մեջ ապրող տականքների։ Հերթական անգամ բացահայտվում են փողի մեռած, նյութի մեռած մարդիկ ինձ համար։ Ես ինքս Արտուր Աբրահամին հարգել եմ որպես մարզիկ, բայց երեկվանից հայտարարել եմ, որ թկած ունեմ այս անձնավորության վրա ու շատ կոշտ ձևով։ Պատճառը հետևյալն է, ինքը հանրային մարդ է, ինքը ժողովրդի մի շատ զանգվածի կողմից սիրված ընդունված մարդ է եղել, եւ ինքը պետքա պատասխանատվություն կրի այդ մարդկանց առաջ։ Ինքը պետք է չսովորացնի չոքել, կզել, սողալ, հələ թող այսօր նայ մեր սրբազանները չոքել են, հələ թող նայ իշքան արժանավոր մարդիկ կան, ոնց են դատվում են, բերտերում են, նույն Աշոտ Մինասյանը թող նայեն այսօր այդ չոքելը, իրանք չոքում են Նիկոլի դեմ, Նիկոլն է գնում չոքում է Ալիևի դեմ, իրան էլ սիրողը, հարգողը կարա նայի, ասի դե նորմալ է, հա, որ փաշի, այսինքն Փաշինյանը կարա կանգնի ազգային ժողովի ամբիոններից աշխարհի ամենավերջի բառերով մեր սրբազաններին ասի սրբապիղծներ, կայնի ասի Արցախը դա ադրբեջանական է, ուրանա 91 թվից մինչև օրերս արյուն թափած տղերքի գործը, սա է սրբապղծություն, ու կայնի, չգիտեմ, ուրանա այս ամեն ինչը, ու դու դրանից հետո ասես քեզ դնես պադոշի տեղ, իբր թե բան էլ չի եղել,
քո հոգևոր առաջնորդին, մեր բոլորիս հայ ազգի պաշտոնական ամբողջ աշխարհով հռչակված կաթողիկոսին նվաստացնի ամեն օր պիղծ բառերով, դու այդքանը տենց ասես դե հեչ, հա։ Դու ով դառար, հա, ասենք դրոշս բարձրացրե, դրա համար քեզ հարգել ենք, սիրել ենք, բայց դա նշանակում, հա, դու իրավունք ունես, գասօրինակ իմ ընկերների այր ունես, ուզենաս մի հատ կապիկի հետ ուրացման տաս, ուրեմն եթե դու գնացել ես նրան ասում ես, չգիտեմ, ոնց քեզ շնորհակալություն հայտնեմ, հասկանում եք, այդքան պղծություններ արած մարդուն դու ասում ես, ես չգիտեմ քեզ ոնց շնորհակալություն հայտնեմ, պարոն վարչապետ։ Ինչի համար շնորհակալություն հայտնես, լե գնա Եռաբլուրը նայ այդտեղ այտենց կենթանուց էլ շնորհակ, ինչա քեզ մի հատ շին թույլտվություն ա տվել, ուզում ես ասես այդ քո դպրոցն ու այդ շին թույլտվությունը ավելի արժեքավոր էր, քան մի ողջ Արցախ, քան մի ողջ հերոսական տեղերքի այրուն ու գուրծ, այդ ով դառաք դու, կարա։ Այդ ով է ձեզ այդ իրավունքը վաբշե տվել, որ դուք կարաք այդ հերոս տեղերքի այրունը ձեր շին թույլտվությամբ փոխեք, կարա։ Ու իրանք ինչի չեն այսօր ուզում որ խոսես Եռաբլուրից, գնացել էին Գյումրի, բա մի հատ այդքան կռված տղական այնտեղ, զոհված տղեր կային, մեկին հիշեցին։ Մի հատ այդ բեմից ասին գոնե խոնարհում մեր կռված տղերքին, չէ, չեն ուզում որ ժողովուրդը հիշի այդ։ Իրանց կեղտն է, իրանց կեղտի արդյունքում են այսօր այդ, իրանց դավաճանության արդյունքում են այսօր այդ տղերքը պարկած Եռաբլուրներում, իրանք ասում են սուսեք, այդ թեմաներից մի խոսացեք այս ընտրությունների ժամանակ, ժողովուրդը չհիշի 20 թիվը ոնց էր դիահերձարանների դիմաց հերթ կանգնած։ Իրանք այդ դրա համար այսօր ցինիկություն, կապիկություն, ասես թեթև բաներ են շպրտում քաղաքական դաշտ, որ ժողովուրդը ասես խնդացի ծաղի բան, ման չհիշի ոնց էին մորտվում, չհիշի ոնց էր արցախցին ցեղասպանվելով փախնում։ Բայց օրինակի համար ես ոնց կարամ արա մոռանամ, երբ որ ես ամեն քայլա փոխի, ամեն շարժման մեջ ես զգում եմ, ես վերապրում եմ, ես հիշում եմ այդ, հասկանաս, ես մի ջուրը, ջրի շիշը բացելուց, ես իմ հիմիկվա ու առաջվա տարբերությունը զգում եմ, այդ դրա համար ես չեմ կարող մոռանալ։ Ես չեմ էլ թողելու մոռանան բոլոր այն մարդիկ, որոնց դուք փորձում եք ձեր կապիկություններով շեղել ճշմարտությունից։ Պետքա դուք Եռաբլուրի առաջ պատասխան տաք։ Ու Եռաբլուրը դուք եք այդ ձևի դարձրել։ Ու այսօր էլ այո, նույն Արթուրը գալիս է, ասում է շնորհակալություն ես, չգիտեմ ոնց հայտնեմ, արի գնանք մեր տուն, մամաս քո երկրպագու, ասում այստեղ 80%-ը քեզ սիրում են։ Ասենք, հասկանում եք, գոնե այս արտահայտությունները չաներ, գոնե իրան ասենց չպայեր։ Էլ ինչ որտեղ կարելի էր ասել դե հիմի, բայց մեկ է, ես այդ արդարացումներն էլ չեմ ընդունում, որ ասում են ղեկավար եկել է, մենք ինչ ենք։ Ղեկավար չարա Նալիևի ճորտն է, Նալիևի հրաման կատարողն է, դուք եք ձեզ խաբելով համարում իրեն ղեկավար։ Նա ապացուցել է բազմաթիվ անգամներ, որ ինքը կոնկրետ կատարում է Ալիևի հրամանները։ Էլ ոնց ապացուցենք, էլ ոնց բացահայտենք, էլ ոնց ցույց տանք, որ չոքել է կոնկրետ ադրբեջանցիների շահն է սպասարկում, գնացել են Թուրքիից օգնություն են խնդրում, որ այստեղ ընտրվեն, կատարեն թուրքերի պահանջները։ Ալեն Սիմոնյանը օրերս Թուրքիայում էր դրա համար, Թուրքիային բավարարելու համար, խոսում են գուբերնիաներից, խոսում են ռուսից, խոսում են մյուսներից, այդ տղա ջան, այդ Ալիևից բռնապետ երկիր կա այս մոլորակի վրա, բա ուր ես գնացել բռնապետ Ալիևի տակը մտնում, արա քո երկրի չափ երկիր, գերտերություն էլ չի որ ասենք հա, դու գնացել ես, ասում ես ժողովրդին խապում հանում ես ռուսների դեմ, գնացել ես չոքել ես Ալիևի դեմ։ Ինչ չի կարա։ Ու ասում եք ժողովրդավարություն, այսինքն Հայաստանը պետք է Ադրբեջանի լծի տակ ապրի, դա անվանեք ժողովրդավարություն, հա։ Այսինքն եթե հայերը ադրբեջանցիների լծի տակ ապրան, ժողովրդավար են լինելու, հա, ազատ ու անկախ են լինելու։ Հələ այս ոչխարների ուղեղը նայեք ինչ են կերակրում մեր ազգին ու մեր ժողովրդին։ Թե բա ռստից փոխվեք, գնանք մտնենք Ադրբեջանի լծի տակ, դառնանք ժողովրդավար ապրենք։ Ալիևի, բռնապետ Ալիևի, մարտասպան հանցագործ Ալիևի լծի տակ հայ կարա ապրի։ Ասում եմ գնացեք Արցախ դե ապրեք կարա։ Այն ձեր թուրքական քարոզանող այդ ձեր լրագրողներով ու մրագրեղներով մոտ հավաքվեք, գնացեք, այն մեկը կար այն գնացեք քնում ադրբեջանցիների տունը, չգիտեմ, բա գնա Բաքու քնի մի հատ տենան կարաս։ Գնացել ես Վրաստան գնա Արցախ մի հատ ադրբեջանցու տուն քնի։ Հələ տենան կարող հետ չգաս է։
Մի քանի ադրբեջանական թուլական այդեն սահմանը անցնում են, ձևական դրանց թողել է Ալիևը, այդ 4-5 հոգու։ Հային խաբս տալու համար, իբր տեսեք հայը մտնում է Ադրբեջան, գալիս է, այդպես նորմալ է, էլի։ Հայը կյանքում արժանապատիվ հայը չի կարա կսպանեն, մտավ Ադրբեջան, կսպանեն, կդատեն։ Մեր անձինս այսօրվա ռազմագերիներին նայեք ինչ են անում։ Խաղաղություն է գոռում, մեր ռազմագերիները բա ուր են, ինչի չեն դա, այտենց խաղաղություն եք տեսել, մարդու ռազմագերիներին բռնեն, կտանկների ենթարկեն այնտեղ, այստեղ հելն մի քանի ոչխար գոռան, այդ մարդկանց հետ գնում են խաղաղության։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանը մեր հանդեպ այտենց բան աներ։ Կասեին, էս ինչ է, ֆաշիստ է, էս ինչ է կանում։ Էս է ժողովուրդ ջան, էս արձանագրեք ձեր մոտ ու հասկացեք, այս ընտրությունները շատ կարևոր են, ձեզ խաբում են, ցանցային ուժեր կան, մանիպուլատորներ կան, սենց մարդկանց են միամիտ բռնում, Արթուրին բա ինչի չէր հիշում ես, քանի տարի եկավ ընտրության բերան, տվեցին շինթույլտվություն, չգիտեմ էլ ինչեր տվեցին, խաբեցին, փճացրեցին, օգտագործեցին, շպրտեցին այն։ Ինչի ընտրության բերան հիշեցել է եկավ բացման բան, իրան այդպես բաներ պետք է, չէ հիմա։ Քո նմաններին բռնի օգտագործի, դուք էլ օգտագործվում եք, որ տղամարդ լինեք չեք օգտագործվի, այդ օգտագործվելը ամենահեշտ ճանապարհն է։ Սա այդտեղից եմ ես բարկացած, որ դու ճանաչված մարդ ես։ Եթե դու չես կարող այդ պատասխանատվությունը պայս, ուրեմն դու փճացած մարդ ես արդեն, գնա հաջող։ Եթե դու կարող ես ուրանաս քո եկեղեցին, գնաս սեղմես քո եկեղեցու վրա հարցակվողի ձեռքը ու հասկանում ես, այսքան բաները եղած չլներ, այսքան բաները փաստացի արած չլնեին, ինչ որտեղ ասենք դե մարդ է, չեն իմացել ժամանակին ով ա եղել, բայց այսօր արել է արդեն, անում է, փաստացի հրաժարվում է։ Դուք այդքանից հետո արա ձեր երեսն ինչ էր սա, ես զարմանում եմ, չեմ կարող հասկանալ, ինչա դրանց գլխի մեջ вообще, ոնց են մտածում, միթե փող է այդքան թանկ է իրանց համար, իմ արժե համակարգի մեջ անկեղծորեն եմ ասում, չի տեղավորվում այդ տեսակի մարդ, ինչքան ճանաչված ուզում է լինի, ինչքան լավ բան արած ուզում է լինի այս երկրի համար, ինչ ուզում է արած լինի, որ պայն ինքը սկսում է այս թուրքա հպատակների հպատակը դառնալ, արժե զրկում է այդ ամենը մի անգամից։ Զրո է դառնում իմ համար, ոչնչություն, մի հատ փալաս։ Ու կարծում եմ 100 հազարավոր քաղաքացիների համար նույն ձևի ինքը փոխվում ու դառնում է ոչ մի բան։ Եթե իր համար էդի նորմալ էր, որ մի հատ շինթույլտվության համար այդքան 100 հազարավոր քաղաքացիներ թքեցին իր վրա, ինքը փոխեց այդ ամբողջ հարգանքն ու սերը փողի դիմաց, ուրեմն իր ճանապարհը ինքը թող գնահատեն, ստենանք ուր է հասնում։ Շնորհակալություն Մանուել, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ձեզ նույնպես շնորհակալություն։